Ֆրանսիական EOS Telegraph ընկերությունը Ուկրաինային մատակարարել է Rodior 330 հարվածային անօդաչու թռչող սարքերի փոքր խմբականակ։ Այս մասին հաղորդում է France Press-ը, հղում անելով France 24-ին։ Նշվում է, որ Rodior 330-ը ունի մինչև 500 կիլոմետր թռիչքի հեռավորություն եւ կարող է օդում մնալ մինչև 5 ժամ։ Ընկերության գործադիր տնօրեն Ժան-Մարկ Զուլյանին հայտարարել է, որ արևմտյան արտադրողների համար Ուկրաինային անօդաչուներ մատակարարելը նաեւ հնարավորություն է դրանք իրական մարտական պայմաններում փորձարկելու համար։ Զուլյանի խոսքով անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել թե հարվածային, թե հետախուզական նպատակներով։ Նրա ձևակերպմամբ Եվրոպայի համար դրանք կարող են ծառայել որպես վահան, իսկ Ուկրաինայի համար որպես սուր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բելարուսը Ալեքսանդր Լուկաշենկոյի ղեկավարության ներքո բնութագրել է որպես ռուսական գեներալ նահանգապետություն, նշելով, որ Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այսօր ավելի շատ բան է թույլատրվում, քան Բելարուսի ժողովրդին։ Այս հայտարարությունները նա արել է Վիլնյուսում 1863 թվականի հունվարյան ապստամբության մասնակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ընթացքում։ Զելենսկիի խոսքով 2020 թվականի բողոքի ակցիաները Բելարուսում արժանի էին Եվրոպայի ավելի վճռական աջակցությանը։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս Բելարուսի իշխանությունները գործնական քայլերով աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը կարող է անցկացվել փետրվարի 1-ին Աբու Դաբիում, գրում է Axios-ը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ նախորդ եռակողմ հանդիպումը կարևոր առաջընթաց էր եւ մոտեցրել է Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հնարավոր հանդիպմանը։ Պարբերականի աղբյուրների համաձայն Պուտինը Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնացների հետ հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել պատերազմը ավարտել դիվանագիտական ճանապարհով։ Axios-ը նշում է նաեւ, որ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, կողմերը քննարկել են բոլոր առանցքային հարցերը։ Միացյալ Նահանգներում ձնաբքի պատճառով Նյու Յորքի բոլոր պետական դպրոցները փակ կլինեն, իսկ ուսուցումը կանցկացվի հեռավար ձևաչափով։ Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ առատ ձնահոսքի եւ վտանգավոր մերկասառույցի պատճառով։ Ազգային օդերևութաբանության ծառայության տվյալներով փոթորկի հետևանքով առնվազն 21 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ էլեկտրամատակարարումների զրկված տների թիվը հասել է 730,000-ի։ Հաղորդվում է, որ ծայրահեղ եղանակի պատճառով բազմաթիվ ճանապարհներ փակ են, խախտվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, իսկ Նյու Յորքում տեղական իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին հնարավորության դեպքում մնալ տանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Կանադայի ղեկավարությանը եւ երկրի վարչապետ Մարկ Քարնիին անվանել նահանգապետ, հեգնելով նրա դիրքորոշումը Չինաստանի հետ առևտրի հարցերում։ Ըստ Թրամփի Կանադան չպետք է վերածվի տարանցիկ կետի չինական ապրանքների Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուղարկման համար։ Թրամփի խոսքով, եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ապա լուրջ կվտանգի երկրի տնտեսությունը, սոցիալական կառույցները եւ կենսակերպը։ Նա սպառնացել է անմիջապես 100% մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների համար։